Իմիջիալոց ասեմ միանգամից, որ դեմ եմ քաղաքական սեկտանտիզմի ցանկացած դրսևորմանը։ Ես հասկանում եմ, որ մարդիկ լարված են եւ ուզում են մենակ հայոյանք լսել, հա, ասենք, էսի լավն է, էսի վատն է, սրա հեյնանիցած, սան էլ ով բան ասել է իմ հետ գործ ունի։ Լսեք, Ժողովուրդ ջան, եթե դուք ուզում եք այս ֆորմատով ապրեք, դա ձեր գործն է։ Հա, բայց կյանքը մի քիչ ավելի հետաքրքիր է, քան դուք պատկերացնում եք։ Եթե ես մեկի մասին խոսում եմ ու ասում, սա իմ նախընտրած տեխնացուն չի, բայց այս բանը կարողացավ իրականացնել, դա չի նշանակում, որ այս գործիքին ես գովազդում եմ, գործիքին կներեք, հա։ Դուք կարող եք հասկանալ ինչ է նշանակում փաստ եւ ցանկություն։ Դուք կարող եք ձեր երևակայական աշխարհում ամեն ինչ դնել այնց ոնց որ դուք ուզում եք։ Դա ձեր երևակայական աշխարհն է։ Երբ որ ես ասում եմ, Ռուբեն Մխիթարյանը կարողացավ բեմից ներկայացնել եւ լացացնել այդ ամբողջին, հուզել, հա։ Դա չի նշանակում, որ կեցե Ռուբեն Մխիթարյանը, որ ինք ամենալավ քաղաքական գործիչն է, որի մասին կյանքում ես երազել եմ։ Մանավանդ, որ ես ասենք իմ խոսքը սկսել է նրա մասին, որ բոլորը գիտեն իմ կարծիքի այդ ուժի նկատմամբ եւ այն բացասական է։ Սկզբում նաեւ նշել եմ, հստակեցել եմ, որ ասենք կարող է մարդը, էլի, նոր մարդը մտելա ու չգիտի իմ քաղաքական դիրքորոշումը։ Բայց սպասումը դա բան չի, բավարար չի, եթե բացասականը բան չի, քֆուտ չես տալիս։ Բան չի չես ասում, գետինը մտնես, ասենք Ռուբեն Մխիթարյան, հա, ինչի ես ասենք Միշիկի ինգերը։ Նորից կրկնեմ, այն ինչ որ կատարվեց հրապարակում, ես կնախընտրեի, որ դա կատարեին ազգային ուժեր, հա, որոնք ներկայացնում են ոչ թե ինչ որ բևեռի ցանկություններ, այլ ազգի ցանկությունները։ Սա այնա ինչ որ ունենք։ Ու դրանում մեղք ունեն բոլոր նրանք, ովքեր իրենց ասելով գործում են ազգային դաշտում։ Սա է փաստը։ Իսկ եթե դուք ուզում եք ասեք, որ ով խոսում է սենց, ով հավաքում է հրապարակներ, ես պիտի ձեր անունից իրենց հայոյեմ, Ժողովուրդ ջան, հեռախոսը վերցնում եք, ձայնագրում եք ձեր հայոյանքները ու տարածում եք։ Սա իմ պրոֆիլը չի եւ ամենակարևորը, ես այդ կարծիքին չեմ։ Ես ընդամենը փաստ եմ արձանագրում։ Դե հիմա խելոք մարդը մտածում է ինչ անի, որ սա շտկի։ Ոչ թե ինչ են իրանք անում։ Կարողանում են անում են։ Կարողանում են անում են, դա մարքեթինգ է, քաղաքականությունը, հազարի գործիքը կազմում, որ պետք է օգտագործել։ Դուք չեք օգտագործել, իրանք են օգտագործել։ Սա է իրականությունը։ Դժգոհ եք, ձեզանից դժգոհ եք։ Ոչ թե այն մարդկանցից, ովքեր դա նկատում ու փաստում են։ Հուսով եմ պարզ էր։